Յան տվեք մեզանից։ Այսինքն այդ արդեն փսիխոզ է որոշ մարդկանց մոտ, պարզապես փսիխոզ է։ Վերադառնանք բուն հարցին։ Ես վստահ եմ, որ այդ մարդիկ բոլոր ընդդիմադիր ուժերում կա ըմբռնում առային, որ Նիկոլ Փաշինյանի հետ կապված ընտրական մենամարտում հայտնվելը լրջագույն ռիսկ է։ Ռիսկ է այն բանի համար, որ Նիկոլը այս օրինակ 1000 անգամ բերել է։ Գլադիատորն առաջի են լավը։ Կինոն բոլորը տեսել եք, չէ՞։ Այդ որ իմպերատորը իջնում է Մաքսիմուսի մոտ, իբր հաջորդ օրը կռվից առաջ գրկում է ու հետևից դաշույնով խրում է։ Ու տենց վիրավորին այդ Մաքսիմուսին բերում են Կոլիզեի, մեկը էլի իմպերատորը կայսրը սպանվում է, բայց այդ Մաքսիմուսն էլ է մեռնում։ Ուզում եմ ասեմ, Նիկոլի ընտրությունները այդ նույն օրինակն են, ինքը ընդդիմությանը դաշույնով բոլորին խփում է։ Մեզ այտենց խփած, քաղբանտարկյալ ընկերներով, եկեղեցու ճնշումներով, ընտրակաշարքով ակնհայտ, որին ծառայում է պետբյուջեն, վարչական ռեսուրսի չարաշահումը, ինքը գնում է այդ դաշույնահարված ընտրությունների։ Եթե մենք ուզում ենք, իսկ մենք ուզում ենք հաղթել այս ընտրություններում, մենք ուզում ենք հաղթել միջև ընտրությունները, մենք ուզում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չլինի երկրի վարչապետ, իմպիչմենտի գործիքը առնվազն, տեսեք, չեմ ասում, Աստված տա հաջողությամբ փսակվի ԱԺ-ում քվեարկությամբ, բայց իմպիչմենտի գործիքը նաև հնարավորություն է մոբիլիզացնել մարդկային ռեսուրս, որը պետք է գալու անգամ ընտրությունների մասնակցելու պարագայում մեզանից միջև ընդդիմադիր բաներ, առաջնորդներ, այդքան էլ ճիշտ։ Վերջ, շնորհակալ եմ, հաջող։ Շնորհակալություն։ Այդ անեկդոտը կպարեք, որ